Պարոն նախագահ հանուն ինչի քվեարկեցիք եք։ Հանուն Հայաստանի էլ ինչ Ինչպիսի Հայաստանի ինչ արժեքներ լինեն։ ազգային ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ, Նախագահության շանսերը ինչպես եք գնահատում։ բարձր եմ գնահատում։ Պարոն Քոչարյան, իսկ անգամ ինչ կարողանաք ստանալ, որն է լինելու ձեր քայլերը, շատ են քննադատում ձեզ, որ դուք գնացիք խորհրդարան եւ աշխատեցիք բնականon, մինչդեռ մարդիկ սպասում են գուցե այլ քայլեր, ավելի ռադիկալ։ Այս անգամ ինչպես եք տրամադրված, հետընտրական պլան B։ Մի քիչ լավ, իհարկե լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են։ Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին ուղղակի նպատակի հասնելու համար եւ եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ միտեղ հետ չենք նահանջել եւ ռադիկալ ընդդիմադիր որպես ուժ, կարծում եմ ոչ մեկի мот կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալը։ Что вы ждете от этих выборов? Перемен. Каких? Хороших перемен. Просто надо на самом деле остановить вот эту череду потерь, череду отступления от принципов, череду потери суверенитета и многое-многое другое. То есть нужны серьезные изменения в стране. Учитывая отношения Пашиняна и Зеленского, если Пашинян выигрывает, Армения может стать военным союзником Украины? Ну, не думаю, что она может стать военным союзником, но сравнение с Зеленским вообще-то очень к месту. Да, они на самом деле очень похожи своим авантюризмом и своим просто беспардонным отношением к интересам собственной стороны. Պարոն Քոչարյան, հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձեր դաշինքի վերաբերյալ է տեսանյութեր տարածում, ենթադրյալ կաշառք բաժանելու հետ կապված, սա ինչպես կմեկնաբանեք։ Ծանոթ չեմ այդ նյութերին, 3 հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսներ ամբողջ օրը ինչ որ ձայնագրություններ էր տարածում, տպավորությունը այնպեսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Եթե դուք օրինակ հաշտ եք այդ մտքի հետ, եթե ուրիշները հաշտ են այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժի համար, որ այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտարակություններ։ Ես այդպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա բոլորը ընդդիմադիր, անխտիր, քրեական գործեր, տնային կալանքներ եւ այլ, սա ուղղակի խայտարակություն է։ Վախն է պատճառը, վախն է կաշկանդում։ Վախը չի, իրենք կարծում եմ իրենք ուզում են վախ սերմանել, քանի որ Նիկոլ Փաշինյանը բոլորը գիտեն, որ շատ վախկոտ մարդ է, իսկ վախկոտ մարդը իր ֆոբիաները պրոյեկտում է քաղաքացիների վրա եւ մտածում են, որ այդ վախի մթնոլորտը տարածելով իրենք կստանան իրենց համար ցանկալի արդյունքը։ Չի ստացվելու։ Պարոն նախագահ, սա քաղաքական քամբեք է, դուք վերադարձաք քաղաքականություն, եթե քաղաքացիները ձեզ բավականաչափ քվետան, ինչու պիտի հավատան, որ վաղվա Հայաստանն ավելի անվտանգ է, քան այսօրվա։ Իսկ ինչու չպիտի հավատան։ Դե ծանր դառը փորձն են այսօրվա։ Դառը փորձ, իմ ժամանակվա փորձը դառը չի, քաղցր փորձ է, 10 տարի անվտանգ երկիր է եղել եւ քաղաքացին անվտանգության մասին չի մտածել։ Մտածել է երկրի առաջնորդը, կառավարությունը, այլ ոչ թե քաղաքացին։ Տարբերությունը կարծում եմ էական է։ Իսկ հիմա ամբողջ երկրով քննարկում են անվտանգային հարցեր։ Խիպտի, պարզ քաղաքացին խոսա անվտանգության մասին, մտածի անվտանգության մասին։ Ինչի համար է ինքը ընտրել կառավարություն, ընտրել խորհրդարան, ընտրել է, որ նրանք մտածեն այդ հարցերի մասին։ Պարոն Քոչարյան, եթե դուք չստանաք ընդդիմության մեջ ամենաշատ ձայները, դուք պատրաստ եք ձեր ձայները տալ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժին ընդդիմությունից։ Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու։ Սա հնհայտ է, սա ինձ համար նաև սահմանադրությունից բխող հանգամանք է, սահմանադրության ոգուց, այսպես տրամաբանությունից բխող է, այո, իհարկե։ Կներեք, պարոն Քոչարյան, բայց ներողություն եք բազմաթիվ սպառնալիքներ են հնչել իշխող ուժի կողմից, մասնավորապես Փաշինյանից, կզուցնելու եմ, սատկացնելու եմ, եռագլխի գլուխները կտրելու եմ եւ այլն։ Եթե ընդդիմությանը չհաջողվի ընտրվել, այս սպառնալիքները կարող են տեղ հասնել ձեր կարծիքով։
Նայեք, եթե մեր ժողովուրդը հաշտ է այդ կեղտոտ լեզվի հետ եւ կեղտոտ բերանի հետ, ուրեմն թող գնան ընտրեն։ Եթե հաշտ է այդ ամեն ինչի հետ։ Ուրեմն մի մարդ է, որը իր իստերիկ դրսևորումներով ցույց է տալիս, որ ավելի շատ sense պացիենտի կարգավիճակ ինքը պետք է ունենալ, այլ ոչ թե երկրի առաջնորդի։ Եվ այդ մթնոլորտը թունավորել երկրում նման բառապաշարով ուղղակի անդրադրել է։ Սպառնալիքների մեծ մասը ձեզ էր ուղղված, պարոն Քոչարյան ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կյանքի մյուս հատվածը անցկացնի բանտում։ Մարտի 1-ի գործի հետ կապված։ Գիտեք, մարտի 1-ի մասին շատ է խոսում մեկ պատճառով։ Ինքը իրեն թվում է, թե մարտի 1-ով ինքը սրբագրում է այս 5000 իրեն կողմից բերած զոհերը եւ հսկայական կորուստները։ Սա է այդ մարդու ֆոբիաների դրսևորումը։ Ինչ վերաբերում է նստելու չնստելու, ես ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ եւ հիմա ժամանակն է օրինական ձևով Նիկոլ Փաշինյանի համար շատ երկար նստելու ժամանակ։ Ներողություն, պարոն Քոչարյան, տեսեք, դուք ասում եք, որ ընդդիմությունը ինչ որ պայմանավորվածություն ունի, հա, որ ամենաշատ քվեստացածին մյուսները միանան։ Ես պայմանավորություն բառ չեմ ասել։ Ինձ մի զրպարտեք։ Ես պայմանավորություն բառ չեմ օգտագործել։ Ես ասել եմ, որ դա բխում է սահմանադրությամբ, տրամաբանությունից, ընդհանրապես սահմանադրությունից։ Շնորհակալություն հստակեցման համար։ Հիմա տեսեք, մենք ունենք այսպիսի հայտարարություններ։ Նարեկ, ես միշտ ձեզ ստիպված եմ նում հստակեցում մտցնել, ու ինքը տպավորությունը, որ ձեր մոտ միշտ sense փորձ է լինում, այսպես ասենք, Քոչարյան, խնդրում եմ չափազանցնել։ Ամեն դեպքում, տեսեք, պարոն Ծառուկյանն ասում է չեմ միանալու Ռոբերտ Քոչարյանին։ Արման Թաթոյանն ասում է նախկինների վերադարձ չի լինելու։ Սամվել Կարապետյանն ասում են մենք ենք հաղթելու։ Հիմա պարոն Քոչարյան, եթե դուք լինեք ընդդիմադիր առաջատարը, բայց ոչ այնքան ուժ ունենաք, որ մեծամասնություն ունենաք, այս հայտնած դիրքորոշումների ֆոնին ըստ ձեզ ինչ իրավիճակ կստեղծվի։ Եթե դուք ուշադիր եք եղել ամբողջ քարոզարշավի ժամանակ, ես այդ հարցի բարձաբանումը տվել եմ։ Կրկնեմ, թե փորձում եք հիշել։ Կրկնեք։ Նայեք, իշխանությունը ինչ էր անում այս ամբողջ ընթացքում։ Իշխանության թեզը հետևյալն էր։ Եռագլուխ այս նույն մարդիկ են, բոլորը մասնակցում են ընտրություններին Քոչարյանի համար։ Սենց փորձում էլ հին ու նորի սև ու սպիտակի այսպես գաղափարը հետ բերել դաշտ։ Հնամաշ այլևս չաշխատող գաղափարը։ Եվ տվյալ դեպքում, երբ իշխանությունը փորձում է դա անել, իհարկե ընդդիմադիր տարբեր ուժեր, ընդգծելով, որ իրենք ինքնուրույն են, իրենք որդեգրել են այսպիսի բացատրություն։ Ես իրենց հասկանում եմ, բայց սա ավելի շատ, այսպես ասենք, իշխանությանը քարոզչության հակադրվելու գործիք էր։ Բայց քնիկ, դա քաղաքական խոսք է։ Какие главные вызовы для Армении, если европейская сказка Пашиняна победит? Европейская сказка как бы победить не может, потому что это такая сказка, может, красивая, в красивой упаковке. Вы имеете в виду, что? Если Можете? Пашинян побеждает и продолжает проигрывать. Это не побеждает европейская сказка. Это как раз проигрывает рациональный смысл вообще развития государства. Потому что предлагается то, перспектива чего не видно абсолютно. По крайней мере, в ближайшие 20-30 лет. Поэтому здесь просто здравый смысл проигрывает, государство проигрывает, народ проигрывает. Если цена для того, чтобы один как бы человек, который, ну, очевидно, что патологический лжец просто по всем позициям, если речь о том, что выигрыш этого человека – это выигрыш для страны, ну, это катастрофа для страны. Պարոն Քոչարյան, Միգուցե հերիք, հա։ Շատ լավ եք ճանաչում այդ այսությունը, քարոզարշավի ընթացքում կտայեք ով չեմ կարող մեջ վերել, բայց այս միտքը ասել եք մի քանի անգամ։ Հիմա այս քարոզարշավի ընթացքում Ռուսաստանից սկսվեցին խնդիրներ գործարարների դեմ, այսպես ասեմ, ամեն դեպքում արտահանման հարցում խնդիրներ եղան։ Օրինակ դուք որ ասում եք ճանաչում եք Նիկոլ Փաշինյանի վստահության քվեստանալուց հետո որ իշխանություն դառնա, դուք ինչ եք կանխատեսում Ռուսաստանի հետ հարաբերությունները կսրվեն, թե հակառակը Փաշինյանը չի դառնալու։ Նիկոլ Փաշինյանը վստահության քվե չի ստանալու առաջինը։ Այս գիտեմ, որ ինքը փորձում է ասել, որ սա տեխնիկական հարցեր են, սա այս կարգի հարցերը միշտ լինում են, հա,
Սա տեխնիկական հարցեր չեն։ Նաև, եթե չեմ սխալվում, մի թեզ են, ես վերջի մի քանի օր առաջ մաղում, թեզը հետևյալն է, որ չկա ընթացակարգ ԵՏՄ-ից հեռացնելու։ Չէ, այդպես է ասում, որ այս կոնսենսուս է պետք եւ այլ եւ այլ։ Իսկ կա ընթացակարգ հապկում սառեցնելու անդամակցությունը։ Չկա ընթացակարգ։ Բայց ինքը համարեց, որ ինքը կարող է սառեցնել։ Արել է։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ։ Տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ։ Իսկ հիմքերա պետք, Վաշինգտոնին հիմքերա պետք անել այն, ինչ անում է, որտեղ ուզում է։ Հիմքերը, այսպես ասենք, մեծ պետությունների հիմքերը միշտ ստեղծում են եւ հիմքերը իրենք շատ պակսասել են, որ պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի, ասես, ճամփորդությունը դեպի Եվրոմիություն, քանի որ Եվրոմիության հետ Ռուսաստանը այսօր թշնամացած վիճակում է։ Հետևաբար, եթե Ռուսաստանը միակողմանի, այսպես ասենք, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ, դա համարժեք է ամբողջությամբ ԵՏՄ-ի հետ սառեցմանը։ 98%-ը Հայաստանի կապերի տնտեսական Ռուսաստանի հետ է, այլ ոչ թե ԵՏՄ-ի այլ անդամ պետությունների հետ։ Ուրեմն դե ֆակտո դու հայտնում ես լրիվությամբ նույն վիճակում, ավելի վատ վիճակում նույնիսկ, քան եթե ինքդ sense հոժար կամքով դուրս գայի։ Պարոն նախագահ, ներեցեք Մի րոպե, բայց ինձ հասկացեք։ Հեքիաթներ մի պատմեք։ Հեքիաթները դա ոչ մեկը չի ֆինանսավորելու, ինչ որ 50 միլիոն խոստացել են այս նախընտրական խոստում է։ Երկու օր առաջ Հունգարիան մի որոշում կայացրեց, օրինակ միգրանտների մասին։ Հայաստանի եւ Վրաստանի վերաբերյալ, կոնկրետ Հայաստանի վերաբերյալ լուրջ սահմանափակումներ մտցրեցին։ Եվրոմիության անդամ պետություն։ Եվ ամեն մի պետություն իր շուկան այնպես է պաշտպանելու, որ դժվար է պատկերացնել։ Հեքիաթներ են հերթական անգամ մեր ժողովրդին խաբելու։ Պարոն նախագահ, եթե Վերջի Փաշինյանը հարց։ պարտվի այնուամենայնիվ հեշտ կթողնի իշխանությունը եւ կգնա, ինչպես ինքն է ասում, եթե ժողովուրդը որոշի, ես կհեռանամ, թե տարբեր սցենարների։ Եթե չգնա, շատ վատ է ավարտելու ենք, շատ վատ։ Ինչ իմաստ։ Ամեն մեկը իր ֆանտազիա, ուրեմն բանտ նստացնել, պատերով տալ, դա սպառնալիք չի։ Հիմա վատ ավարտելը արդեն ամեն մեկը թող իր ֆանտազիայի համաձայն եւ կողմնորոշումների մտածի թե ինչ է դա նշանակում։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեզ։ Հայտարարությունից հետո հաշվի առնելով այդ ինտրիգային հայտարարությունից հետո խոսել եք իր հետ։ Ում հետ, Սերժ Սարգսյանի հետ։ Չեմ խոսացել։ Շատ վաղուց չեմ խոսացել, այդ կապը չկա։ Շատ հարված են։ Այո, այո։ Դե լավ։ Դուք եք այսինքն բան քո։ Շնորհակալություն։ Поздно приехали. Да. Скажите, пожалуйста, вот те аресты, обыски, ожидали вообще, что будут такие репрессии? Ну, конечно, ожидали. Конечно, ожидали, потому что они подключили просто весь репрессивный механизм. И вчера я сказал об этом, был бенефис антикоррупционного комитета. Там каждые полчаса они дают какую-то информационную составляющую, связанную там с какой-то ерундой. Весь смысл просто изолировать наших активистов, оппозиционных активистов и дезорганизовать работу штабов. Другого объяснения здесь нет. Сейчас это происходит? Вот, сейчас, выборы? да, это происходит. Утром тоже людей там изолировали. Но я понимаю, что там через 48 часов отпустят. Но эти 48 часов эти люди должны были активно работать с населением. Вот, собственно, и все. Это конвульсии. Конвульсии просто психически неуравновешенного, истеричного человека.